Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ջիվան Աբրահամյանն է։ 1961 թվականի հուլիսի 6-ին Երևանում ծնվեց ապագա հերոսը։ Իր քաջությամբ նա ամեն տեղ է աչքի ընկել։ Ծառայելով խորհրդային բանակում, Աֆղանստանում ստացել է սպայի կոչում ու վերադարձել արիության համար մեդալով։ Ռազմական գիտելիքները նրան պետք եկան։ 88-ին փոքր ջոկատ կազմավորեց ու մեկնեց սահման։ Նրա տղաներն աչքի էին ընկնում հատուկ կարգապահությամբ։ 89-ին մասնակցեց Երասխի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Երբ 1990-ին ստեղծվեց հատուկ գունդը, Ջիվան Աբրահամյանը նշանակվեց գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի հրամանատար։ Ջիվանի վաշտը մարտական մկրտություն ստացավ 1991 թվականի փետրվարին, Կորնի ձորի պաշտպանության ժամանակ։ Բոլորն են հիշում պարավաքարի գործողությունը, երբ սկսվել էր օղագործողությունը, իրավիճակը փրկելու համար այնտեղ ուղարկեցին Ջիվան Աբրահամյանի առաջին վաշտը։ Զինվորական ղեկավարությունը որոշել էր կանխարգելիչ հարված հասցնել Տավուշի մարզի Պարավաքար գյուղի մոտակա ադրբեջանական կրակակետերին, որտեղից անընդհատ գնդակոծվում էր գյուղը։ Այդ գործը վստահեցին Ջիվանին, որն իր մարտիկների հետ պատվով կատարեց առաջադրանքը։ Որոշ ժամանակով լռեցրեց օմոնականներին և տեղափոխվեց Շահումյանի շրջան։ Հուլիսի 19-ին թեժ մարտեր էին ընթանում Վերինշենի մատույցներում։ Ջիվանի տղաները կասեցրին հերթական գրոհը և հակառակորդը կորուստներ կրելով նահանջեց։ Հաջորդ օրը թշնամի նորից հարձակվեց։ Ջիվանի վաշտի մարտիկները դիրքավորվել էին մերձակա բարձունքներում։ Մարտի առաջին կրակոցը Ջիվանն արձակեց ու խոցեց առջևից եկող զրահամեքենա։ Նկատելով նռնականետի կրակի հետքը, հակառակորդի զրահամեքենաներն ուժին կրակ բացեցին այդ ուղղությամբ։ Ջիվանն ու ընկերները զոհվեցին 1991 թվականի հուլիսի 20-ին։ Նրանց անձնվիրության ու հերոսության շնորհիվ մյուս կողմերում դիրքավորված տղաները կարողացան հետ շպրտել թշնամուն։ Ջիվան Աբրահամյանը հետմահու արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչման։